Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Ուզան ջան, ողջույն, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիր, շատ ուրախ եմ քեզ տեսնել։ Ողջույն, ես եմ շատ ուրախ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Ես երեք մենք Գյումրիում հանդիպեցինք, իմ համար անակնկալ էր, որ արտասահմանից Գյումրի տեղափոխված այս աղջիկը, այն աղջիկն ում տարիներ առաջ ես տեսել եմ Արցախում, ինչի համար տեսար ինչքան ուրախացա։ Աստորեն դեռ այն ժամանակ գալիս գնում էիր, բայց հիմա տեղափոխվել ես Հայաստան։ Կասես քո պատմությունը ոնց հայտնվեցիր հենց Գյումրիում ու ինչի է դա քո համար կարևոր։ Ոչ թե մայրաքաղաքում ապրել Հայաստանում, այլ մյուս քաղաքներում։ Մերսի հարցի համար, ուրեմն ես սկզբում փորձում էի տեղափոխվեի Հայաստան, այսինքն Ամերիկայում էի ապրում, հետո Անգլիայում էի ապրում ու մտածում էի ոնց ինչ ծրագրով կարելի է, եկա Իգորս ծրագրով, այսինքն Իգորս ծրագիրը տարբեր պետական համակարգերում են աշխատում ու մեծ մասը Երևանում էին, այսինքն 50-ից ավել մասնակից ունենք, բոլորը Երևանում են ու Երևանում աշխատելով մի քանի կետերում, այսինքն բարձր տեխնոլոգիայի նախարարություն, այնտեղ ներդրումների աջակցման կենտրոն, հասկացա, որ Երևանը ոնց որ արդեն մեր կարիքը այսինքն այդքան շատ չունի իմ կարիքը, այսինքն ինքը շատ մեծ արդեն շատ խեղդվում է, այսինքն իրեն հակառակը օգնություն է պետք, այսինքն իրանից գնալը ավելի ճիշտ որոշում կլիներ, ճիշտ է, ես հենց Երևանցի եմ, Երևանում ծնվել եմ ու նայելով մնացած քաղաքներին հասկացա իմ ամենասիրելի քաղաքը Հայաստանում Գյումրին է, Երևանից հետո Գյումրին է ու Գյումրի գալով մի օրով եկա սկզբում, ոչ էլ մտածում, որ ընդհանրապես կարող այստեղ ապրեմ, վերցրեցի մի հատ փոքրիկ սյուտքեյս, փոքրիկ ճամփորդս ու եկա Գյումրի Ժող ինստիտուտում աշխատելու։ Այստեղի Գյումրի Ժող ինստիտուտի մասնաճյուղում ստարտափ ինկուբատոր ենք հիմնադրում, այսինքն ստարտափ ծրագրեր ենք իրականացնում ու դրա հետ մեկտեղ նաև իմ նախագծերն եմ այստեղ անում Գյումրիում։ Ինչի Գյումրի, որովհետև ոնց որ համայնքները հիմա զարգացման շատ ավելի մեծ կարիք ունեն ու համայնքներում կյանքը շատ ավելի հավես է, շատ ավելի հետաքրքիր է, որտեվ ես ոնց որ մեծ քաղաքներում ապրելով երբեք չեմ հասկացել շատ բաներ, որոնք որ գոյություն ունեն այստեղ։ Այստեղ կյանքը սենց գողտրիկ է, փոքր է, հետաքրքիր է, բոլորս իրար արդեն ճանաչում ենք տարբեր բաներում, բայց շատ ավելի նաև աճի տեղ ունի, որը ինձ շատ դուր է գալիս։ Շատ հրաշալի։ Իգորցի մասը երկու կարճ խնդրեմ։ Չնայած լավ, ես կպատմեմ, որ անցնենք առաջ։ Իգորցը պետական ծրագիր է Սփյուռքի հետ համագործակցության, որի շրջանակներում պետությունը փորձում է պետական կառավարման մարմիններում ներգրավել թիմակիցներ Սփյուռքից եւ որոշակի ներդրում է անում այդ ուղղությամբ։ Իհարկե ամենամեծ կտորը գաղափարական է, որտեղ մարդիկ թողում են իրենց կյանքը, հա, իրենց սովորական կենցաղը եւ տեղափոխվում են ծառայելու հայկական պետության մարմիններում։ Ռուզան ջան, իսկ ինչ ես կարծում, կարող է արժեր Գյումրիից ավելի փոքր քաղաքներ գնալ, մտածել ես։ Հա, մայիս ջան, մտածել եմ այդ մասին ու հələ ամենասկզբում դիտարկում էի այդ Teach for Armenia ծրագիրը, այսինքն դա մտածում էի ավելի գյուղերում գնալ ինչ-որ համայնքներում ապրել, բայց դա էլ է շատ լավ գաղափար ու հետագայում նաև մտածում եմ, որ կարող է ավելի փոքր տեղերում էլ այն ծրագրերը անեմ, որոնք որ այստեղ եմ անում, բայց ես մի քիչ նաև շփվող մարդ եմ, բավականին տենց սոցիալ, այսինքն սիրում եմ, որ կան միջոցառումներ, իվենտներ կամ կան ինչ-որ տեղեր, որ հնարավոր է գնալ մարդկանց տեսնել, դրա համար այդ առումով ինչքան քաղաքներ գնացի, մնացածը բոլորը ավելի շատ ավելի մահացած էին, դե շատ քիչ էին մարդիկ, իսկ Գյումրիում
այդ մի քիչ գտա ու նաև իվենտների կազմակերպելու վայրեր, դրա համար հենց ընտրեցի Գյումրին, բայց շատ ավելի խրախուսում եմ ավելի փոքր տեղերում գնալ։ Հասկացա։ Կարծում եմ երեք նաև դու հասկացար, որ այդ փոքր, միջին եւ մեծ տեղերով տեղափոխված մարդկանց փորձում ենք կապել հենց մեր այս ապակենտրոն ոդքասթի հյուրերին, սարքել համագործակցային ամուր ցանց ու երեք լոռեցիների հավաքվել Գյումրի հասնելը հենց դրա վառ ապացույցներ 3-4 հոգի հավաքվել են իրար հետ, վերցրել տրանսպորտ ու ոնց որ այս եղանակային խառը պայմաններում տրանսպորտով հասել։ Ուզում եմ ասեմ, երբ որ մենք իրար տեղը գիտենք, խնդիրները շատ ավելի լուծելի են դառնում, ու այդ ընդհանրության զգացումը կարող լինի, երբ որ կա համայնքի զգացողություն։ Ուզում եմ հասկանամ քո համար ինչպես է, էլի, մեծ երկրից փոքր երկիր, մեծ քաղաքից փոքր քաղաք տեղափոխվելը քո համար ինչքանով է դա շոկ եւ ինչքանով է ինչպիսի ռեակցիաներ դա առաջացնում տեղացիների մոտ։ Ուրեմն ամենասկզբում որ տեղափոխվեցի, ամենասկզբում ասելով 1.5 ամիս առաջ դեռևս, բայց ամենաբաներն էր, որ շատ ցուրտ էր, այսինքն փետրվար ամիսին էի ես եկել, ու չէի ակնկալում, որ ինքը այդքան ցուրտ քաղաք է, այսինքն սկզբում միակ շոկը դա էր, ու տենց ես մի հատ հումոր էի բանարել, որ գալիս էր, ասում էի, օրինակ սկանդինավյան երկրները, չէ, Ֆինլանդիա, բանը, դեռ բոլորը ցուրտ է, բայց իրենք համարվում են ամենաերջանիկ ազգը, ասում էի երևի երջանկությունը գալիս է հենց ցրտից, ու հենց ով գալիս էր, ասում էի, այ տենց է Գյումրիում երջանկությունը գալիս է ցրտից, ու այդպես ինձ էլ արդեն փողոցում քայլելուց բանրիվ հանգիստ հարաբես չէր զգում այդ ցուրտը։ Ռեակցիաներ շատ տարբեր, մինչև այսօր միշտ ավելի շուտ այդ կամ ռուսերեն են խոսում, կամ ինչ-որ անգլերեն են հարց տալի, կամ հարցնում են բալա որտեղից եք, ասենք որ ասում եմ Երևանից եմ, ասում են չէ, ավելի բան որտեղից եք եկել, տենց անսովոր է նաև մարդկանց համար, թե ես ինչի եմ Գյումրիում, այստեղ մի հատ կավագործության տեղ կա, այդտեղ էի գնացի առաջին օրը, ներկայացած տարբեր բաներ պատմեցի, ասում են բա Նյու Յորքից ինչի ես եկել Գյումրի, ասում եմ դե Գյումրին ավելի լավ քաղաք, ավելի հավես է, ասում մենք Նյու Յորքից լավ քաղաք ենք, ասում բա իհարկե, ասում եմ ամեն քաղաք իր կողմեր ունի, իր լավ բաներ ունի, Նյու Յորքցին էլ երազի Գյումրի հանգստության, Գյումրի այս բանի քաղաքի, ասենք քայլելու ունակության այս ամեն ինչի մասին, դրա համար ռեակցիաներ դեռ միջով այս դե իհարկե դեռ նոր եմ նաև, դրա համար միշտ ամեն օր նոր բաներ եմ տեսնում, շուկա եմ գնում, ստեղ շուկան է ինչ դուր գալի, բայց շուկայում եմ միշտ զարմանում են, ասում են որտեղից ես եկել, ինչ ես արել, բայց ընդհանուր ուզում եմ նաև մտնել գյումրեցիների կյանքի մեջ, որտեղ շատ տարբեր community-ներ գտա այստեղ, գտա ասենք ռուսների խումբ, արտասահմանցիների խումբ, բերչրայթի խումբ, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր որ էլի եկել են, բայց ես շատ ուզում եմ նաև լոկալների մեջ մտնել, որ էլի ստացվում է։ Լոկալները տեղացիներն են։ Իսկ Գյումրի քեզ ինչով զարմացեց, եմ որ էդ էլ քո համար էր շոկ։ Տենց բան եղել է։ Գյումրի դե բարբառն է մի քիչ դժվար մեկ իմ համար, բայց ամենաշոկը այն է, որ այստեղ բոլորը շատ լավ մարդիկ են, հրաշալի մարդիկ են, բայց sense առաջին պաշտպանական ռեակցիան ոնց որ միշտ լինի, միշտ sense կոպիտ է առաջի պատասխանը, ոնց որ նույնիսկ տարբեր բնակավարներում եմ էլի նկատեն նույնիսկ ես տանը վերցնելուց առաջին խոսքը որ խոսում են միան sense կոպիտ են պատասխանում, բայց հետո պարզվում է, որ իրանք ասենք ամենալավ մարդիկ են, ասենք բարյացակամ, հյուրընկալ, բայց մի հատ սկզբում ոնց որ կոպությունը ցույց են տալիս նոր, երևի ամենաշատը դրանից զարմացա, մնացած առումներով մնացածը բոլորը ինչ տեսել էի, ինչ լսել էի հումորով, գյումրեցիները, հյուրընկալ, ինչ որ հետաքրքիր ծրագրերով, կրեատիվ, ավելի կրեատիվ են։ Կրեատիվ մասով երեք եւս մեկ անգամ վերահամոզվեցի,
երբ որ ազգային մարքեթինգի մաստեր կլաս տեսա, երեկվանից ասում եմ ազգային մարքեթինգ, լսողներին ասեմ, որ մի քանի տեղ եղանք եւ մարդկանց ներգրավելու, փորձառություն տալու, այսպես էմոցիաներ տալու իսկական վարպետաց դասեր գյումրեցիների կողմից։ Հա, այդպես։ Իսկ ինչպես ես գնահատում Ռուզան ջան Գյումրու պոտենցիալը այն իմաստով որպես այլընտրանք ապրելու համար։ Պլյուսները, մինուսները առհասարակ էլի Երևանի հետ համեմատ, որտեվ մենք խոսում ենք ապակենտրոնացման համատեքստում եւ այս հաղորդման բավականին շատ հյուրեր եւս Գյումրի են տեղափոխվել ամեն մեկը տարբեր մոտիվներով։ Ոնց ես գնահատում պոտենցիալը։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմարդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Ուրեմն գնահատում եմ շատ լավ, այսինքն այնպես է, որ Գյումրին ինֆրաստրուկտուրա քանի որ ունի, այսինքն այդ cultural shock-ը շատ քիչ է լինելու, այդ որ մշակութային շոկը, որովհետև նախ մոտիկ է Երևանին, այսինքն հիմա էլ այս նոր ճանապարհը բացում են, այսինքն եթե նույնիսկ մարդիկ ինչ-որ գործեր ունեն, որ պետք է լինեն որոշ ժամանակ քաղաքում, այդ առումով նաև մոտիկ է, բայց ինքը որպես քաղաք էլ շատ զարգացած է, այսինքն ունի խանութներ, ռեստորաններ, փաբեր, բարեր, միշտ ինչ-որ անելիք կա, դժվարությունները լինում են փոքր քաղաք է ինքը 100,000 բնակչություն, դեռ փոքր ասելով ես շատ մասեր կա դեռ չեմ եղել, այսինքն կենտրոնում ապրելով շատ վայրեր կա, որ դեռ չեմ այցելել, դրա համար էլ ոնց որ հնարավոր է բացահայտել Գյումրին ամեն օր նորովի, բնության առումով էլ այստեղ հայքինգներ կան, այսինքն այն մարդիկ ովքեր որ սիրում են գնալ սարեր, քայլել, տարբեր ակտիվիտիներ ուրիշ անել, այդ առումով էլ լավ պոտենցիալ ունի Գյումրին, աշխատանքի առումով, այսինքն հենց Գյումրիում աշխատել էլի հնարավոր է, այսինքն Գյումրին ունի նաև աշխատանքի բավական հնարավորություններ, բայց երևի ավելի դժվար, ավելի կլինի ճիշտ ոնց որ աշխատանքներ ստեղծել այս Իսկ նաև, բայց կրթությունը, մեծ է։ առողջապահությունը, ինչ վիճակում են կրթության առողջապահություն։ Կրթությունը վերջերս նաև ասացին, որ հարցում էին արել, այսինքն հետազոտություն էին արել, բարձել էին նույնիսկ համալսարաններ կա, օրինակ այդ թատերական համալսարանը ավելի լավն է, քան Երևանին է։ Գյումրի ժող ինստիտուտը, որտեղ որ ես եմ աշխատում, ես կասեի, որ ընդհանրապես չի զիջում ոչ մի այլ Երևանի համալսարաններին։ Տեխնիկապես շատ զարգացած, այսինքն Գյումրի ժող ինստիտուտը օրինակ բոլորը smart board-երով, դասախոսները մի մասը գալիս են նաև Երևանից շաբաթվա տարբեր օրերին, մի մասը դրսից են միանում են on-line եւ ասենք Harvard-ից, Oxford-ից տարբեր դասեր են տալի, կրթական հենց ժող ինստիտուտի առումով շատ ոգևորված եւ շատ հետաքրքիր էր, որ այդքան լավ ծրագրեր անում են, երեխաներն էլ ուսանողներն ակտիվ են, բոլոր ինչ որ internship-եր են անցնում, աշխատանքների են արդեն անցնում, ուսանող լինելու ընթացքում, կրթականին դեռ առողջականին դեռ չեմ առնչվել, այսինքն դեռ ինչ որ բանում դեպք չի եղել, բայց առնչվել եմ նաև մի հատ ուրիշ բանին, հեռախոսս կորավ ցավոք սրտի, երբ որ եկել էի, այսինքն առնչվեցի այդ քննչական ոստիկանական, որ բոլորը բավական ակտիվ էին, բոլորը փորձում էին գտնել, ամեն ինչ արեցին դրա համար, ոնց որ այդ առումով էլ ավելի լավ։ Ես եմ հիվանդանոցին վերջերս առնչվել հարազատ մարդու
համար բավականին հազվադեպ հիվանդություն ախտորոշեցին այնտեղ ու ճիշտ ախտորոշեցին։ Ճիշտ է, դրա բուժումը շատ սպეციფიկ էր ու շատ հազվադեպ ուղարկեցին Երևան, բայց շատ արագ եւ շատ ճիշտ ախտորոշեցին։ Բայց կխուսափեմ ընդհանուր գնահատական տալուց։ Ծոր մի փորձառությունը կարծում եմ քիչ է։ Լավ, դու ասացիր աշխատանքի մասին, վստահ եմ բոլորին հետաքրքրում է։ Չեմ կարծում, որ Իգոր ծրագրով Հայաստան եկած մարդիկ հենց Իգորցի աշխատավարձով իրանց կարիքները հասցնում են հոգալ։ Ինչպես ես դու Գյումրիում քո ֆինանսական հարցերը լուծում առհասարակ։ Կարծում եմ բոլորը այս հարցը կհետաքրքրի։ Ահա, տվյալ պահին, ասենց ասեմ, տվյալ պահին ավելի շատ սեյվինգներով են, այսինքն տվյալ պահին իգործով եմ աշխատում, բայց Այո, նաև այստեղ եկել մի հատ հետաքրքիր ծրագրով, որը կոչվում է Հեյտուն։ Հեյտունը ինքը այսպես ասած community place-ը, որ իր մեջ է ներառում այս սրճարանը, որտեղ որ հիմա ասած է, եւ նաև co-working area-ն եւ նաև մի սենյակ։ Այսինքն ինքը իմ տունն է, ես ուղղակի իմ մոտ առաջացավ այդ միտքը, որ աշխուժացնել նաև Գյումրին ու այդ հիմնական նպատակը բնիկներին, այսինքն լոկալներին, տեղացիներին միավորել եկածների եւ եկողների, տուրիստների հետ, այսինքն իրար հետ ճամփորդական սրճարան է դիմացի հատվածը, այսինքն որ իրար հետ հանդիպեն, խոսեն, տարբեր բաներ քննարկեն եւ տարբեր իվենթներ անենք։ Ներսում մի հատ իվենթ արդեն արել ենք, որը որ տենց ավելի ստարտափի ոլորտի, IT ոլորտի, այսինքն տվյալ պահին հիմնական աշխատանքը հենց ժողովրդինստիտուտն է, ու Իգոր ծրագիրը, ու այս ծրագիրը սկսում եմ իրականացնել նոր, ու տեսնենք թե հեյտունի շարունակությունը ինչպեսին կլինի, բայց ոնց որ եկել եմ հենց Իգոր ծրագրով։ Շատ բարի։ Ես կարծում եմ, որ մեր մարզերում շատ լավ հնարավորություն կա, եթե կարողանանք բերել եւ նաեւ սովորացնել մարդկանց այնպիսի մասնագիտություններ, որոնք հեռավար են։ Երեք մեր մասնակիցներից մեկով ապրում էր Իջևանում, ասում էր, որ իր ընկերուները, իր դասարանցիներից մի քանիսը հենց հիմա ապրելով Երևանում վարձով, հա, տալով բավական բարձր վճարներ եւ օրվա մեծ մասը թողնելով ճանապարհներին եւ աշխատավայրում հիմա փնտրում են հեռավար աշխատանք, որովհետեւ տեղափոխվեն իրենց Իջևան, որտեղ իրենց հարազատներն են, որտեղ կարող են նույն եկամտով ավելի հարուստ լինել, որովհետեւ կյանքն էժան է։ Ինչ ես կարծում հեռավար աշխատանքը, իմ համար հեռավար աշխատանքը մարզերում լավ ապրելու գրավականներից մեկն է։ Կարծեմ նաև դու հեռավար զբաղվածություն էլ ունես, դրա համար եմ էլի հարցնում։ Հեռավար աշխատանքը շատ խրախուսելի է այստեղ անցնելու երեխեքի ուսանողներին եւ մեծերին այդ առումով աշխուժացնել։ Ես ինքս տվյալ պահին չունեմ հեռավար աշխատանք, բայց իհարկե ծանոթ եմ ոլորտին, հիմնական ծրագրավորման կողմով կամ data science, այսինքն տվյալագիտություն այդ ուղղությամբ եմ աշխատանքներ արել, բայց այստեղ նաև Գյումրիում տեսնում եմ, որ SEO են անում, օրինակ SMM, շատ-շատերը Upwork-ով բանենք, SMM էինք մանգալի, պարզվեց Գյումրեցի այդ աղջիկը, դենց հետաքրքիր, որ տեղեկացված են նաև, բայց նաև ավելի շատ տեղեկացնելով, ավելի շատ հեռահար աշխատանքներ, որ լինեն, ավելի ոգևորված կմնան Գյումրիում, որտեղ հիմնական խնդիրը երևի հենց այդ աշխատանք գտնելու խնդիրն է, ու եթե այդ խնդիրը լուծվի հեռահար ձևով, շատ ավելի լավ կլինի։ Մենք եկը փորձենք խրախուսել, այսինքն այն ձևով, թե ինչ պլատֆորմեր կարող են օգտագործել, ինչ աշխատանքներ անել, այդպիսի բաներ։ Մեզ մոտ Ստեփանավանում 10-ից ավել ընտանիք է տեղափոխվել ապրելու Երևանից ու դրսից։ Դրանցից 8-9 հենց հեռավար աշխատանքով են,
ընդ որում ամուսիններով հեռավար աշխատանքի են, դա շատ ուրախացնում։ Համերգ մի տեսակ նոր մշակույթ են բերում ու երիտասարդության համար սուպեր օրինակ են, էլի։ Հետո նաև համայնք են կազմում իրար հետ, այսպես շփման, հետաքրքրությունների փոխաջակցման community են սարքում։ Լավ, Ռուզան ջան, շատ շնորհակալ եմ։ Ժամանակ քիչ է, մի հատ ավանդական հարց ունենք։ Ինչ խորտ կտաս այն մարդկանց, ու մտքին կա, այսպես անդադ գլխով անցնում է մարզեր տեղափոխվելու գաղափարը, բայց դեռ այդ քայլը չի անում, ինչ որ մի բան ուզում է խորտ դասի, ավելի շատ հետազոտի դաշտը, ինչ խորտ կտաս այդ կերպարին։ Շատ ուրեմն ես նախ տեղափոխվել եմ շատ էքսպրոմպտ, այսինքն ես խորհուրդ կտամ շատ երկար չմտածել առաջին հերթին, որտեղ ինչքան մտածես, համեմատես, տատանումը, ընդհանրապես ցանկացած փոփոխության տատանումը դժվար է լինում, այսինքն հիմա այդ ստարտափ մոդելներում կա ասած lean ստարտափ ձև է, որ մի բանը անում ես, հետո նոր փորձարկումով հասկանում ես ճիշտ է թե չէ, կարելի ասել ես տենց արեցի, այսինքն եկա Գյումրի, հետո փոքր իրերով եկա Գյումրի, այսինքն ոչ շատ իրերով հասկանալու համար թե արժի մնալ այստեղ թե չէ ու փորձարկումը բավական բարեհաջող անցավ։ Այսինքն առաջին քայլը խորհուրդ կտամ հենց տեղափոխվել, եթե կա դաժե փոքրիկ միտք միանգամից փորձել այստեղ ապրել օրինակ մի ամիս, փորձել ապրել մի շաբաթ ու ընթացքում հասկանալ։ Երկրորդը կասեի, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ է զգում, շատ են զգում մարդկանց կարիքը, այսինքն ավելի քիչ է բնակչություն, ավելի քիչ են փորձառություն ունեցող մարդիկ ու ավելի մեծ վալարժեք ենք տալիս այստեղ, բայց նաև շատ մեծ բաներ ստանում ենք Գյումրիից, այսինքն Գյումրիի ոչ միայն Գյումրիից, մարզերից, այդ մարդկանց անկեղծությունը, այդ մարդկանց ավելի sense հետաքրքիր այդ կրեատիվությունը, այսինքն շատ բաներ էլ կա, որ մարզն է մեզ տալիս, այսինքն ակնկալիքներ ունենալ եւ տեղափոխվել այդպես չէ, ավելի շատ sense ուղղակի տեղափոխվել եւ մտածել, որ կյանքի մի հատ լավ փուլ ենք մտնում, մտնում ենք մի հատ այնպեսի փուլ, որտեղ ամեն օրը տարբեր է լինելու, այսինքն ամեն օր ինչ-որ մի հետաքրքիր բան ենք հանդիպելու ու հետաքրքիր ժամանակ է լինելու, այսինքն երկարաժամկետի համար մի հատ պետք է փորձել կարճաժամկետը, հասկանալ, որ դարժի։ Շատ հյուրեր են այդ նույն խորհուրդ տվել, ասել են, բայց ինչն է խանգարում մի հատ գնալ փորձել, դա բարձր ռիսկային չի, էլի։ Իհարկե շատ սիտուացիվ է ամեն մարդու համար, բայց դե Ռուզան ջան, նախ նորից շնորհակալ եմ, երկրորդը ուրախ եմ, որ մեր կապը վերականգնվեց, երրորդը ուրախ եմ, որ նաև այսպես մարզերով ծրված փոփոխությունների միտված եւ նախաձեռնող երիտասարդական ցանցի անդամ ենք ու դեռ շատ ենք հանդիպելու ըստ այդպես շնորհակալություն Այս ջան, ինձ է շատ հաճելի էր քեզ տեսնել նորից, տեսել էի Արցախում մի անգամ ու հետո շատ լսել էի իհարկե քո մասին, մեմի մասին, շատ ուզում եմ նաև ձեր անդամը լինեմ եւ ոնց որ ինչով կարողանամ ես էլ մասնակցեմ, այդպես որ շատ լավ առավոտ էր, շատ շնորհակալություն։ Ես ուղարկեցի մեմի մենթոր դառնալու հայտը արդեն քեզ այդպես միշտ նոր հանդիպում, հուսով եմ շուտով կհանդիպենք։ Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։